Հարգելի հեռուստադիտողներ, լուրերի թողարկումն շարունակվում է RTN-ի եթերում եւ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, որովհետեւ այժմ վերլուծությունների ժամանակն է։ Բարև ձեզ Արմեն։ Ես ձեզ երեք չկարողացա ողջունել արձակուրդից հետո, ինչպես անցավ արձակուրդը, ինչպես եք ձեզ զգում արդեն Միացյալ Նահանգներում։ Լավ, իհարկե, լավ վերադարձանք տուն, բայց մեծ հաշվով սպասվածի պես չանցավ, բայց այդ ամենայնիվ այո։ Հետաքրքիր է այդ ընթացքում։ Ոչ, այսպես ասեմ, չգիտեմ ասեմ սուբյեկտիվ թե օբյեկտ չէ, սուբյեկտիվ պատճառներով է։ Սուբյեկտիվ, դրանք սուբյեկտիվ են։ Ուզում ասեմ ոչ թե ինչ որ, այլ ուղղակի սուբյեկտիվ, անսպասելի պատճառներով։ Անձնական, ասես ասենք, այո։ Իսկ այդ օրերին կարողանում եք հետևել լրատվությանը, քաղաքական վիճակին, ինչ որ չափով այո, ոչ ամբողջությամբ, իհարկե երևի կարելի ասել հնարավորությունների 30%-ով փորձում էի այնքան որ մնալ տոնուսի մեջ, հա։ Հետո իհարկե ավելի շատ, երբ որ արդեն Հայաստան գնացի Հայաստանում ավելի շատ իհարկե, այնտեղից նաև Ես հաջողվեց մի երկու անգամ այսպես իմ լայվերը կազմակերպել, այո։ Բայց մեծ հաշվով ընթացքում այդ իդեպ այդ պրոբլեմա էլի, երբ որ տենց մի օրով թռչում է, օրոր ու կես, այսպես չգիտեմ, հետո այդ բանը վերադարձ ադապտացիան եւ ակլիմատիզացիան, այսպես ասած, այդ ամեն ինչը ասեմ ձեզ իրոք հատկապես վերադառնալուց ջեթլագ, այո, ջեթլագը հատկապես վերադառնալուց բավականին սուր է զգացում, կարելի ասել դեռ հələ հետ չեմ եկել ամբողջությամբ, այո։ Եկած չեկած, բայց պիտի պատասխանեք մեզ հետաքրքրող։ Ասենք որ ասма ազգային ժողովը սկսվեց, այդ նոր շոուն սկսեց, բավականին օգնում է արագ հետ գալու ձեզ ասեմ։ Եվ հենց ազգային ժողովում տեղի ունեցողին էլ անդրադառնանք ձեր վերաբերմունքը փաստին, ինչ է տեղի ունենում եւ ինչի կարող է հանգեցնել այս ամեն ինչը, որովհետեւ ընդդիմությունը նորից ոնց որ դասը սերտած գալիս են փչացնելու ամեն ինչ, հետո ինչ կլինի։ Ես հիմա այդ կարծիքին չեմ, ձեզ ասեմ։ Դուք շատ եք թերագնահատում այս ընդդիմությանը, դուք պետք է տեսնեք ինչ տրամաբանությամբ են իրան աշխատում, չէ, սա այն ընդդիմությունը չի, հիմա բացատրեմ ինչու։ Տեսեք, կոնկրետ նախորդ ընդդիմությունների մեջ Դե ուժեղ եմ, որտեղ Ռուսաստանի ղեկավարությունը ուղղակիորեն է արդեն այս իմաստով երևի։ Դե բնականաբար, այնտեղից շատ ավելի ուղիղ է աջակցությունը, շատ ավելի ուղիղ ներկայացումը։ Մենք վերցնենք առաջ Հայաստան դաշինքներ եւ պատիվ ունեմը։ Մենք տեսանք, դե Սերժ Սարգսյանի պատիվ ունեմը քնած էր ընթացքում։ Սերժ Սարգսյանը, դուք վերջում անգամ իրար տեսակ բախվեցին, հա, այդպես ասում եմ։ Ական հայտորեն Սերժ Սարգսյանի պատիվ ունեմը այլ ֆունկցիա էր այնտեղ կատարում, այնտեղ արդեն անձնական շահերը Ռոբերտ Քոչարյանի խմբակցության պարագայում դուք տեսակ ի սկզբանե ինչքան մարդ էր ներդրված, դուրս եկավ, տեսակ այդ փոխեց, իսկ դա այդ ներդրումները, գիտեք, այդ շուտվա այդ Սերժ Սարգսյանի դրային գլխի, ես ասում եմ տակտիկան էր, հա։ Այսինքն նույն եթե նկատեք Հայաստան դաշինքի մեջ բազմաթիվ մարդիկ կային իմ խորին համոզմամբ ներդրված Սերժ Սարգսյանի կողմից եւ այլն, հա։ Մի խոսքով, այսպես ասում եմ, շատ թույլ ընդդիմություն էր, շատ թույլ ընդդիմություն, շեղող շարժումներ, ինչ որ Բագրատ, չգիտեմ, ուր է այդ Բագրատը։ Այն օրը տես մարդկանց օժնում էր, չէ՞, փաթաթվում էր։ Ոնց տերորիստ էին հանը, չէ՞, Ահաբեկիչ արդեն։ Հիմա արդեն տես եկեղեցու բակում քայլում էր, մարդկանց օժնում էր, գալիս էին, փաթաթվում էին եւ այլն։ Հոգևորական է, պիտի գնա անպայման պատարակների, այսպես է բացատրում տնային կալանքը։ Եթե ըստ ԿՊ-ի, ասենք Ահաբեկիչ հոգևորական է, ուրեմն չգիտեմ, ինչին է օրհնում։ Դե դեռ չի ապացուցվել։ Հա, դե հասկանալի է, բայց այն որ այդ պոլեմիկան հիշում եք, չէ՞, պոլեմիկան հիշում եք, չէ՞, պատիտակ գնդակահարում են եւ այլ, մի խոսքով։ Ես պարզա որ չեմ, այսինքն պարզա, ես դատարան չեմ, ես ուղղակի իրանց հվում եմ անում իրանց մեղադրանքներին։ Հիմա, այսինքն հասկացաք, չէ, այնտեղ ամբողջությամբ, ասում եմ, իմ խորին համոզմամբ տոտալ վերահսկվող իրավիճակ էր, այնտեղ վտանգ չկար։ Այս խմբակցությունը, տեսեք, ուրեմն ուշադրություն դարձրեք, բերել են ինչ-որ ֆեյսեր, կարելի ասել, դեմքեր, ամեն մեկը ունի իր գիծը, կոնկրետ, հանձնարարականով աշխատում են, իմ խորին համոզմամբ աշխատում է, ասենք, չգիտեմ, Կոպիրկինի կլնի, չգիտեմ, ում կլնի, Կիրեյենկոյի կլնի, PR թիմն է աշխատում եւ ընդ որում, չգիտեմ, գուցե նաեւ իրանք դե ռուսները իրանք շատ ժամանակ տենց բան ունեն, չէ՞, դրսից մասնագետների հետ են աշխատում։ Այսինքն չեմ կարծում, որ հենց անձամբ ռուսները շատ հնարավոր է, որ լուրջ մասնագետներ են վարձվել նաեւ արտասահմանից կամ ընկերություններ, որոնք զբաղվում են նման հարցերով Եվ ակնհայտորեն տեսեք նկատեք, որ գալիս են գրված հստակ ամեն մեկը մետաձիճկով
Դրա համար ես խորհուրդ կտամ, չէ, ես չեմ նայում ուղղակի նայելու համար այդ աղմուկը լսելու համար։ Ես սկսում եմ նայել դետալներին, ինձ համար դա կարևոր է, հա, եթե սկսեմ էմոցիայով նայել կամ չգիտեմ այս կողմ այն կողմ, ես ոչ մի բան չեմ հասկանա։ Ես նկատեցի կոնկրետ գիծ, հիմա առաջինը, որպեսզի բացատրենք, ես ձեզ ասեմ, ես այդքան հանգիստ չէի լինի ԿՊ-ի փոխարեն, այս կոնկրետ ընդդիմությունը շատ ավելի վտանգավոր է եւ շատ ավելի ունակա մաշելու ԿՊ-ի ռեյտինգը։ Դրա համար հատկապես երբ որ մենք հաշվի ենք առնում, որ սրանց մեջքին ուղիղ կանգնած է օտարերկրյա պետություն, ես ձեր փոխարեն այդքան այդպես ասում եմ ժողովրդական բաշխան արխային չէին։ Չէ, հանգիստ չենք այդքան։ Հիմա հաջորդ դիտարկումը, տեսեք, այսինքն նկատեք, գալիս էին։ Երկրորդը ես երեք մի փոքր ակնարկեցի, օրինակ կեղծ տրամաբանության կառուցումը։ Հիմա ուշադրություն դարձեք, քանի որ հիմա իրանց հոգևոր հայր ասեմ իմ խորին համոզմամբ Պուտինը բավականին վատ վիճակում է եւ խնդիր ունի, տեսեք ինչ տակտիկա են իրանք ворթեգրել։ Իրանք օգտագործում են SafePR-ի բոլոր հնարավոր գործիքները եւ բավականին, այսպես ասում եմ, վատ չեն օգտագործում, լավ եկեք այսպես ձևակերպենք։ Կառուցում են կեղծ տրամաբանական շղթա, որի արանքում դրվում է ճիշտ եւ կեղծ, այսինքն ճիշտ եւ կեղծ փաստերի վրա կառուցում են մի հատ, այսպես ասած, գաղափար միտք, որը նարատիվ, այսպես ասած, մատուցում են հանրությանը, որի մեջ կան ճիշտ փաստեր, կան կեղծ փաստեր, կոպիտ ասած, կամ կեղծ վերլուծություն, կեղծ տրամաբանություն, այսպես ասած, եւ որի արդյունքում իրանք ինչ են անում։ Օրինակ, ես մի հետարքիր օրինակ բերեմ։ Ուրեմն գեներալ Մանվելի Մովսեսը, ինքը տենց է մնալու է իմ համար գեներալ Մանվելի Մովսեսն է ինքը, էլի, որտեվ ժամանակին տենց հանրապետական էր, չէ՞, կարկառուն ինչքան գիտեմ, կամ աջակից չգիտեմ, տենց եւ այլն։ Ուրեմն ինչ տրամաբանություն է, սա վտանգավոր բան է շատ իմիջիալոց։ Օրինակ, Ռուբինյանը գնացել է Թուրքիա, ճիշտ փաստ է, չէ՞, ճիշտ փաստ է։ Ռուբինյանը ուրեմն Թուրք տեսել ես թե չէ։ Հիմա տեսեք, դուք բանով մի վերաբերեք, նայեք ինչ ասում։ Քանի որ Թրիփը, դա ճիշտ փաստ է, չէ՞, որ Ռուբինյանը Թուրքիայում է եղել, ահա։ Քանի որ Թրիփը ձեռնտու է թուրքերին, կոպիտ ասած, Փաշինյանին էլ նշանակել են կոպիտ ասած ադրբեջանցիները, Ընդեղ էլ ինչ-որ մի հատ էլ ճիշտ փաստ կարող է մտցնի, կարող է չմտցնի արանքում, ճիշտ փաստ։ Ուրեմն ինչն է եզրահանգումը։ Ուրեմն թուրքերը նշանակում են Ռուբինյանին էլ ազգային ժողովի նախագահ, այսինքն ինչ է ասածը, Փաշինյանին նշանակում են ադրբեջանցիները, վարչապետ թուրքերը ուրեմն Ռուբինյանին ազգային ժողովնական, բայց դուք հիմա տեսեք էմոցիոնալ վստահ եմ, դուք մտածում եք դա վիրավորանք էր կամ մեղադրանք էր, չէ, ես մտածում որ այսօր այս տեսակ փաստարկները չեն ազդելու հանրության վրա։ Այդ եկեք չենք կարող դա ասել, որտեղ եթե պրոֆեսիոնալ աշխատեն, լավ էլ կարող ազդել։ Հիմա տեսեք, եկեք այսպեսի մի բան հասկանանք։ Իրանց նպատակը իրականում կրկնակի էր։ Մի հատ, ասում եմ, ձեռի հետ, ասում եմ, այտենց անցան նորից այդ թուրք-ադրբեջանական թեզը տարածելու Փաշինյան, Ռուբինյան, այսպես եւ այլն, բայց իրանց գլխավոր նպատակը դա չէր։ Քանի որ իրանց Պուտին պապան հիմա լավ վիճակում չի, իրանք տակից ինչ անցկացրեցին։ Այս ամեն ինչի մեջ ինչ մնաց, որը չվիճարկվեց, հա, նրանք էլ էմոցիոնալ արձագանքեցին այդ թեմայով, ոչ մեկ չխոսաց, որ իսկ ով ասեց, որ Թրիփը թուրքերին է ձեռնտու։ Հասկացաք, իրանք անցկացրեցին մի բան տակից եւ ոչ մեկ չխոսած դրա մասին, որ ոնց դու տենց ասեցիր ու անցար, որ Թրիփը թուրքերին է ձեռնտու։ Գիտեք, ներողություն, ես չգիտեմ, այ հենց հիմա սկսեցի այդ մասին մտածել։ Արդյոք Միացյալ Նահանգների իշխանությունները այնքան տեղեկացվում են Հայաստանից ինֆորմացիայով ազգային ժողովից, որ այսօր հրապարակում են Թրիփի մասին իրենց պաշտոնական կայքում տեղեկատվություն Թրիփ Պլասի մասին, որ գումարները 201 միլիոնից դարձրել են 400 միլիոն։ Այո, իհարկե տեղեկանում են, որովհետև տեսեք, աստիճանը տեղեկացվածության կապ ունի այդ պահի դրությամբ, այդ երկիրը կոնկրետ ինչ շահ ունի տվյալ երկրից, այսինքն շահերի աստիճանը։ Ես այսքան որ խոսում եմ, ասում եմ Թրիփի ճանապարհը իրենց համար շատ կարևոր է վերահսկել, այսինքն իրանք մեր համար ի՞նչն է կարևոր։ Իրանք ուզում են կողպեկ դնեն, ուզում են չդնեն, մեր համար մեկ է, հա, կոպիտ ասած, այդ պարագայում։ Մեր համար ի՞նչն է կարևոր, որ Միացյալ Նահանգները կարողանում է ֆիքսել մեզ համար Սյունիքը հայկական եւ մեր սուվերենությունը, ճիշտ է։ Նորից եմ ասում, Թրիփի, տնտեսական, ֆինանսական, օգուտները եւ այլն, այդ ամբողջը շատ կասկածելի է։ Դեռ շատ երկար աշխատանք պետք է եւ Ադրբեջանը պետք է հիմնավորի, իդեպ ասեմ ձեզ, եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը։ Իդեպ Ադրբեջանը այդ Թրիփի տակ ուզում է ստանա նաեւ տեխնոլոգիաներ,
իրանց այդ նավթահանքերը ավելացնելու, չգիտեմ, գազի հանքերը ավելացնելու, որտեղ այդ ահռելի գումարները եւ տեխնոլոգիաները Հայաստանը իր շահ ունի այդ արանքում, բայց մեծ հաշվով գլխավորը մեզ համար այս պահին ֆիքսելու, նաեւ որ թրիփը ֆիքսում է Սյունիքը հայկական։ Եվ նաև ինքը լրջագույն անվտանգային, ինչպես տեսնում ենք, բաղադրիչ ունի։ Հետո գովազդից հետո կշարունակենք։ Արդյոք Ռուսաստանը արդեն ոչ թե դեմ է կանգնում թրիփին, այլ ասում է, որ ինքը այնտեղ պիտի շահ ունենա։ Այս մասին արդեն գովազդից հետո։ Լավ հարցեր։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Հարգելի հեռուստադիտողներ, Արմեն Չիբուխչյանն է մեր տաղավարում եւ հարցս արդյոք Ռուսաստանը հիմա այլևս չի մերժում թրիփի գոյությունը մեր տարածաշրջանում, այլ արդեն սկսել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ինքը այնտեղ մասնաբաժին ունենա եւ ոչ փոքր մասնաբաժին։ Տեսեք, ինքը երկու փուլով բաժանենք եւ այդ հիմա ինչ որ մենք հիմա ազգային ժողովի խոսում ենք, ազգային ժողովի մասին, սրանց նպատակը այնքան է, առաջի փուլով Ռուսաստանին մտցնել փայ թրիփի մեջ, երկրորդ փուլով դուրս մղել Միացյալ Նահանգներին, որտեղ ռուսները երբեք չեն հաշտվելու այդ կարգավիճակի հետ։ Իրանք ուզենալու են տոտալ կոնտրոլ։ Այստեղ այնպիսի շահերի բախում է, ինձ թվում է դուք եք հասկանում, որ հնարավոր չի դա կիսել։ Ռուսների համար անընդունելի է Միացյալ Նահանգների որևէ ներկայություն, որտեղ տեսեք, օրինակ կոպիտ է օրինակ եմ բերում, պատկերացնենք, որ Միացյալ Նահանգների Չինաստանի հետ լարված հարաբերությունների մեջ է մտնում, այդ պահին իրան պետք է այդ ճանապարհը փակել, որպեսզի ճնշում, ես հիմա հիպոթետիկ օրինակ եմ բերում, եկեք հասկանանք, եւ դա շատ հնարավոր օրինակ է։ Տարբեր պատճառաբանություններով ընդհանրենք ճանապարհը կառուցվում 10 տարի հետո գործում այդ ճանապարհը մեծ ապրանք է գալի ընդհանրենք տեսականորեն եմ ասում չինաստիցիները փորձում են ապրանք մղել Միացյալ Նահանգները փակում են ասում են չի գնում ոչ մի ապրանք ինչ պատճառով չգիտեմ շինարարական աշխատանքների օրինակի համար տեսեք բնականաբար այստեղ արդեն բախում է տեղի ունենալու ռուսների եւ Միացյալ Նահանգների շահերի միջև հա եւ չինացիների դրա համար սա վերածվելու է կատաստրոֆայի Միացյալ Նահանգները առաջին հերթին չեն հանդուրժելու որևէ այլ կողմի բացառվածը Սա մենք այն մասին խոսում ենք, իդեպ ասեմ Փաշինյանը ի սկզբանե ուզում էր բոլորին ներգրավել, որպեսզի դա դառնար իրոք խաղաղության խաչմերուկ։ Մենք հիշում ենք իր նպատակը նա էր, որ այդ տրիփի մեջ միավորեր Ռուսաստանը, Չինաստանը, որպեսզի բոլորի շահերը միտեղ անհամատեղելի համատեղեն։ Այո, բայց դա անհնար է, մենք հենց այդ էինք ասում, որ դա անհնար է լինելու։ Եվ հետո ինչ որ մի պահի դուք նկատեցիք արդեն ԿՊ-ականները հասկանալով, որ դա անհնար է լինելու, իրենք իսկ ասում էին արդեն ոնց դուք ուզում եք, հենց իրենք մեղադրում էին ուժեղ Հայաստանին, որ դուք վերում եք Չինաստան, ուրեմն եւ Ռուսաստան, Միացյալ Նահանգների դուք հասկանում եք, որ դուք դրանով թրիփը ուղղակի վերացնում եք։ Եվ նկատեք մի բան էլ, ուրեմն այդ նույն պերսոնաժը, որը այտենց փորձում էր թրիփը սարքեր այդ իր այտենց բաների մեջ թուրքական, իբր թե թուրքական, իսկ ասեմ որ թրիփը այս պահի դրությամբ ոչ միայն չի արդարացրել թուրքերի եւ ադրբեջանցիների, այլ այն ինչ որ ես ասում էի, որ նաեւ կանխատեսել եմ, որ ընտրություններից հետո Ադրբեջանը հասկանալով, որ թրիփից բան չի ստանում, պրոբլեմա իր համար դառնալու դա եւ ինքը սկսելու է մերձենալ Ռուսաստանի հետ մենք տեսանք որ Բայրամովը գնաց Լավրովի մոտ
Ես չէի հասցրել դա կանխատեսել 1 շաբաթ թե 10 օր անց արդեն տեղի ունեցավ դա, որ դա այնքան պարզ ունակ, այնքան կանխատես, այնքան կարդացվող է, որ դա տենց է պետք է լինի։ Եվ հիմա Ալիևը ամեն ինչ անելու է, եւ նաեւ Էրդողանը, որ փորձեն վերադառնալ, եթե կարողանան իհարկե, դա կախված է նաեւ Միացյալ Նահանգների, Իրան պատերազմից եւ այլն, նոյեմբերի 9-ին։ Իհարկե ես վստահ եմ, որ թուրքերը արդեն այդ նախնական տարբերակից ավելի շատ փայ կուզենան այս պարագայում, բնականաբար, բայց իրանք կուզենան վերաֆորմատավորեն բնականաբար, հա, եւ մենք հələ դեռ շատ այսպեսի բաների ականատես կլինենք ընթացքում։ Բայց եթե դուք նկատեցիք նույն Tripoli-ի մասին, չէ՞, դուք հարցրեցիք։ Tripoli-ի պարագայում ուշադրություն դարձրեք, որ այդ նույն պերսոնաժը Սոկոլովի վրա էր հարձակվել, անընդհատ այսպես ազգային ժողովում։ Այո, որովհետեւ այն որ կանգնում ասում են թե Սոկոլովը Ռուսաստանի մարդն է, թե Տրամպի քդիտակ Ռուսաստանի մարդն է, գործում եմ։ Լավ էլի ասել որ բացատրում էինք մի քիչ կոպիտ ենք։ Ծնունդով Ռուսաստանից գոնե 97 թվականին գնացել է, բայց ինքը հրեա է։ Սկսենք այդտեղից եւ ինքը ավելի շատ հրեական լոբիի մասա, քան հիմա։ Ավելին ասեմ ձեզ, Սոկոլովը այնպիսի գործարք էր կնքել VTB բանկի հետ, որպեսզի իր անունը ուղիղ չլինի, որտեղ նա պատժամիջոցների տակ է, միջնորդի միջոցով էր արել, որպեսզի, եթե չեմ սխալվում, Թեղուտի հետ կապած, Թեղուտն են վերցրել դեպ Թեղուտը, Վիվասելը, Ռոստելեկոմը, կոպիտ ասած, ինչի են սրանք վառված, որովհետև Սոկոլովի միջոցով, իդեպ սա կարող են անել հայ համայնքը, ցավոք սրտի հասկանում ենք, որ համայնքն է անում, որտեղ Թուրքիայի այդ խնդիրներ կան, հայ համայնքը, մեր ամերիկյան լոբին, եթե գոյություն ունենար, այն նույն Tripoli պրոյեկտի մեջ մերում կարող էին ակտիվ մտնել, բայց չգիտես ինչի մտնում են հրեաները եւ այլն, հա։ Լավ է, ես դեմ չեմ, ես կողմ եմ այս հանգամանքին, բայց ես կուզենայի, որ մերոնք ավելի ակտիվ լինեին, ի վերջո հենց այդ է, չէ, այսքան սպասում էինք, որ պիտի Ամերիկան մտնի տարածաշրջան եւ այլն։ Պատառը մեծ է, հայերին երևի այդքան հեշտ չէին թողնի այս մասը։ Չէ, որտեղ ես որքան տեսնում եմ, այստեղ ավելի շատ մտահոգված են Պուտինի շահերով, ինձ թվում է դուք էլ տարիներ ապրում եք այստեղ էլի, եկեք ում ենք խափում։ Հիմա այս իմաստով տեսեք, իրենք կենտրոնացել են Սոկոլովի վրա։ Իսկ ինչ անում Սոկոլովը։ Սոկոլովի միջոցով ուղղակի Ռուսաստանին դուրս է մղվում Հայաստանից։ Ռուսական բիզնեսները աստիճանաբար կլանվում են ելնելով իրենց վատ վիճակից, ընդ որում նաև հատուկ ընտրված կերպարա, որ ինքը ռուսերեն գիտի, Ռուսաստանից է, իսկ գիտեք հայերը այդ իրաց համար կարևոր գործոն է, նաև այստեղ ես չեմ բացառում, որ այդ կոմբինացիաները, որ խաղարկվում է Սոկոլովի միջոցով, շատերը վերջում են հասկանում ինչ տեղի ունեցավ, բայց հիմա տեղի ունենում են, ինչ որ տեղի ունենում։ Դրա համար եկեք ասենք, որ Plus-ը անկախ Trip-ից։ Այո, ինքը Trip-ի սպասարկող ավելի շատ էսպես, ֆոնդ, այո։ Եվ բայց կարևոր պրոյեկտներով իդեպ եւ կարող է եւ նաեւ շատ եկամտաբեր։ Հիմա տեսեք, այս ֆոնի վրա, եթե ռուսական ուժը այսպես վառված է Սոկոլովից, հասկանում եք, չէ՞, ուրեմն այդ խոսակցությունները, այն բալաբոլիզմը, որ տարածվում էր թե Սոկոլովը, Պուտինի մարդն է եւ այլն, բնականաբար նրանք կողջունեին, մի հատ կծափարեին։ Եվ ասեմ ձեզ, իրականում շատ վտանգավոր են սրանք շատ ավելի, սրանց վրա կոնկրետ աշխատանք է տարվում, տեսակ, մեկին հարցրեցին, ասին դուք հանրապետական կուսակցության անդամ եղել եք, չպատասխանեց մինչև վերջ։ Ինչ արգումենտ է բերում, ասում են ինձ այդ հարգանքով խոսեք, ես պատերազմի մասնակից եմ, այսինքն քեզ հարցնում են հանրապետական կուսակցության անդամ, հա, ասա թե ոչ, գիտեք ինչի, դուք չմտածեք, որ նա հիմար է, ոչ։ Նա ուղղակի չգիտեր պետք է ասել, թե պետք չի ասել։ Կհրանգավորվի կասի։ Հասկանում եք, սա իմ այնքան ակնհայտ տպավորությունն է իմ տեսածի։ Դուք հասկանում եք ինչ տիպի բան է ստեղծված, այսինքն ստեղծված է նա նստած ազգային ժողովի թվում։ Որոնք ուղիղ կոնկրետ ասում են անգամ ավելորդ տար չպետք է ասես, պետք է սա գծած գնա։ Եվ ես ասում եմ, իրանք վտանգավոր են շատ, բայց մենք նաև չենք հասցնի խոսել այսօր երկաթգծի հետ կապված պատմությունից եւ պետք է հասկանալ, որտեղ դա շատ ավելի լուրջ պատմություն եւ շուտ լուրջ զարգացումներ են գնալու, պետք է Փաշինյանը սկսի ի վերջո դեռ ընտրություններից առաջ, 1 տարի առաջ, տարի ու կես առաջ Եվրամիությունը ակնարկում էր, որ պետք է գնալ Սանդուի ճանապարհով։ Իսկ կոնկրետ արգելել այդ ուժերին մաքրել, չի կարելի թույլ տալ։ Եվ ըստ զարգացումների գալու է նրան, որ այդ ճանապարհը դառնալու է անհրաժեշտություն վստահեցնում եմ ձեզ, եթե հատկապես հաշվի առնելով Փաշինյանի պատասխանը, ուրեմն սպառնալիքը, եթե չտան ռուսները, որտեղ ռուսները մեզ էին սպառնացել, հայերին էին սպառնացել, որ այդ մեծ գումարներ կկորզեն մեզանից երկաթգծի հետ կապված։ Փաշինյանը պատասխանեց, որ կարող ենք մենք $2 միլիարդ միջև ստանալ, հերիք չի, մի հատ օրբիտրաժում եւ այլն։ Եվ մի հետարքիր բան էլ, տեսեք ինչ հետարքիր նարատիվ են նաեւ տարածում, քանի որ ռուսների վիճակը շատ վատ է,
դուրս է գալի դաշնակցական падգամավորներից մեկը եւ ինչ է ասում։ Ասում է, եկեք ֆիքսենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան են մեզ թշնամի, մնացածը բարեկամ են։ Եվ պետք չի մնացածին բայց մենք ուզում ենք թշնամանալ մնացածի հետ։ Մնացածի հետ ուզում ենք փչացնել հարաբերությունները բոլորի հետ, աշխարհի հետ, չգիտեմ, sense բաներ է խոսում։ Աշխարհը սահմանափակվում է։ Ես հուսով եմ դուք գուշակեք, ես գուշակի կայ։ Այսինքն իրանց աշխարհը, հասկանում եք, դա Ռուսաստանն է։ Իսկ ես առաջարկում եմ, այո, եթե ֆիքսում եք օրինակ տեսական Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիքներ կամ, չգիտեմ, թշնամի ինչ ուզում եք ֆիքսեք, որը ֆիքսեք նաեւ Ռուսաստանը։ Դե որ տենց ազնիվ եք, արձանագրեք, որ Հայաստանի թշնամիների մեջ առաջարկությունը տենց արեք։ Թող լինի Թուրքիա, Ռուսաստանը եւ Ադրբեջանը, դրանք այդպես կլինի, թե չի լինի։ Իհարկե չեն անի։ Այսինքն դուք հասկանում եք եւ նաեւ նույն Նարեկ Կարապետյանը, հասկանում եք, հիմա իրանք վստահ չեն եւ նայեք նկատեք այն մարդկանց, որ կանչում են հանրային եթերներ, որոնք ակնհայտ ռուսամետ են, սպուտնիկներից են ծնվել։ Դուք տեսեք ոնց է փոխվել նրանց ռետորաբանությունը, սպային վստահ չեն, էլի հասկանում եք։ Նույն Նարեկ Կարապետյանը ասում է, եկեք 6 ամսում պայմանավորվենք ռուսների հետ։ Ինչ է պայմանավորվելու։ Պահանջը դրածը ուրեմն սուվերենության անկախության զիջում, դու ինչ ես փորձում պայմանավորվել։ Այդ ժամանակը սպառվեց։ Այո։ Բայց տեսեք, ուզում ասեմ տոնայնություն է, էլի։ Այո, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօր այսքան արգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Հաջողություն։